Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լավ, պարոն Ավետիսյանը պարկեշտ, բարի մարդ է, ինքը որ ասեց տեղ-տեղ նկարում են, ես մի քիչ այդ տեղ-տեղ բառը լավ էլ երբես նայում եմ, որ երբ տրանսպորտը 100 դրամից դարել է 150 դրամ եւ սղաճը, տրանսպորտի գների աճը դիտվում է որպես երկացում է 4.6%, տեղ չէ, Սալվադոր Դալին, ինքը, կնիկը, Զոքանչը, աները, իրանց հարևանի շունը շատ բան են կերել էլի այդ 4.6% նկարելու համեմատ։ Ես անկեղծ ասած այս ամենից թեկուզ եւ հոգնել եմ, բայց պարոն Սիմոնյանի մեղադրանքը մանիպուլյացիայի մասին չի կարող անտեսել։ Դապես այդ մանիպուլյացիա բառից տակու սիլնու, լիշնու, նիպրիազն։ Պարոն Սիմոնյանը տեսեք ինչ ասում, ասա մի քանի ամիս առաջ Խաչատյան Արտուրը ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ չի հանդիպել։ Ուրեմն մի քանի ամիս առաջը ակնհայտ է, չէ՞ որ սեպտեմբերից առաջ է եղել, որտեվ սեպտեմբերին տենց բան չեմ ասում։ Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ հանդիպել օգոստոսի 8-ին։ Պարզավոր մի քանի ամիս առաջ պետք է ասեի չէր հանդիպել։ Բա որ չէր հանդիպել, ասեի հանդիպել է։ Դե եթե հանդիպել է, ասեք ինչ է քննարկվել։ Հա, այլ ասում մանիպուլյացիա։ Դե որ հանդիպել է, ասեք երբ է հանդիպել։ Հիմա պարոն Սիմոնյանը դարձյալ էլի հետաքրքիր բան ասում է 3-ով հռչակագիր են ընդունել, ասում է չէ 2-ով։ Սա ուրեմն սեղանից դրած է տարկը։ Ուրեմն ասել եք, Ջոն Դեկ ասում է ուրեմն Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հռչակագիրը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով։ Եվ հիմա ստեղ ունենք ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրը։ Սա անգլերեն տեքստն է, ֆոտոկոպիան, սա հայերեն վարչապետի կայքից հանած։ Հələ մի հատ դնենք իրար կողքը եւ փորձենք այս բնօրինակում Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ անունը քչնենք։ Մի հատ ցույց տվեք։ Մի հատ վերականգնեք պարոն Խաչատրյանի ժամանակը։ Վերականգնեք, նորից 10 րոպե սարքեք։ Պարոն Խաչատրյան, ես այդ ինչ որ ասում եք, այդպես բաներ չեմ ասել։ Գնացեք ելույթս լսեք։ Խոսքը լավին լավ ասելու մասին է եւ խոսքը մանիպուլյացնելու մասին է։ Հենց որ ձեր ելույթը նվիրեք ոչ թե ինձ, այլ եթե քաղաքական ասելիք ունեք, ամենայնիվ ասեք։ Շնորհակալություն, վերականգնվեց։ Սա ուրեմն բնօրինակն է, որտեղ չկա Դոնալդ Թրամփ անունը, սա Prime Minister AM կայքից տպած է, որտեղ գրված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրը։ Եվ սա ասում եմ ես մանիպուլացնում եմ։ Բայց սա էլ ջահնամ Գյոր։ Եթե դուք ուզում եք տեսնել մանիպուլյացիա level God, մտեք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջ փետրվարի 6։ Իդեպ ինքը դա գրել էր տենց փետրվարի 6-ի երեկոն, երբ Ամերիկայում ուշ գիշեր է, ասում է ելույթ ունեցա ԱՄՆ ազգային աղոթքի նախաճաշի բացմանը։ Խնդրեմ ուշադիր նայեք այս նկարին։ Նիկոլ Փաշինյան, Hilton հյուրանոց եւ խնդրեմ ուշադիր նայեք այս նկարին։ Դոնալդ Թրամփ ազգային աղոթքի նախաճաշ։ Եվ իդեպ եթե ուզում եք իմանալ, թե ովքեր են ելույթ ունեցել ազգային աղոթքի նախաճաշին, սիրահոժար կներկայացնեմ, եթե իհարկե ինտերնետը բացի։ Նիկոլ Փաշինյանի անունը չկա, ուրեմն ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփը, ելույթ է ունեցել ներկայացուցիչների պալատի խոսնակը, ելույթ է ունեցել սենատոր Հասանը, ելույթ է ունեցել վերապատվելի գերմանական անուն ազգանունով մարդեր, բայց ուղղակի չի բացվում էջը։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի անունը չկար եւ համենայն դեպս տիկնայք եւ պարոնայք դա Hilton հյուրանոցում չի եղել փետրվարի 5-ի ուշ գիշերը։ Եվ ահա այստեղ ասում են Արտուր Խաչատյանը մանիպուլացնում է, համեցեք, վայելեք, սիրեք։ Անցնենք մյուս թեմաներին։ Այստեղ ԿՊԱ-կան մեր գործընկերները
Շատ հետաքրքիր խոսում են ինքնորոշման իրավունք, բայց թե ինքնորոշման իրավունքը եղել է ինչ է նորից ասել։ Ակնհայտ է, հայկական կողմը ասում էր եղել է ինքնորոշման իրավունքի իրացում, ադրբեջանցիք ասում էին չէ, չի եղել, որովհետև ադրբեջանցիք չեն մասնակցել այդ հանրաքվեին, հայկական կողմը որպես փողզիչում ասում է լավ, եթե չեք հավատում, հեսա մի անգամ էլ կքվեարկենք եւ դա կտեսնենք։ Եվ ի դեպ կքվեարկենք միջազգային դիտորդների ներկայությամբ, որի բացակայությունը ձեզ այդքան նեղել եւ նեղացել է։ Ի դեպ մենք հասանք այս վիճակին նաեւ ձեր այդ մաքսիմալիզմի հետևանքով։ Եվ սա խոսքը մենակ նրան չի վերաբերվում Արցախ, Հայաստանի եւ վերջ։ Խոսքը վերաբերվում է նաեւ նոր պատերազմ, նոր տարածքների համար։ Ոչ միտից չենք զիջելու, հիշում եք ձեր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ գնում է Արաքսավան, ասում է այստեղ նոր բնակավայրի հիմնումը, որի դեպ հիմնվել էր 2013 թվականին, նշանակում է մենք ոչ միտից չենք զիջելու։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ մի փողզիջում, ընդհանրապես Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն այդ ովքեր են, ինչ-որ սկզբունքներ են բերել, հələ մի հատ տենանք մենք դրանց հետ համաձայնենք թե չէ, հələ մի հատ քննարկենք, ընդհանրապես հետաձգված հանրաքվեն որն է, սա ձեր բանակցելու հմտությունն է ցույց տալի, ոչ մի փողզիջում, արդյունքում ինչ ունեցանք, իդեպ այս հարցում իմ գործընկերներից մեկը ճիշտ ասաց, դուք էլ եք շատ հետևողական, դուք հիմա էլ փողզիջում չեք ընդունում, դուք հիմա էլ զիջում եք ամեն ինչ Ադրբեջանին։ Իդեպ երբ խոսում ենք Արցախյան հակամարտության կարգավորման մասին, հարգելի գործընկերներ, իշխանության ներկայացուցիչները ասում են տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի տարածաշրջաններում։ Հիշեցնեմ ՄԱԿ միջազգային արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը Կոսովոյի վերաբերյալ, որն ասում էր տարածքային ամբողջականության սկզբունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանի անկախություն հռչակել, այդպես չէ, պարոն Վարդանյան, այդպես է, ֆանտաստիկ, դուտ։ Իդեպ նշեմ, որ Արցախյան հակամարտության կարգավորմանը սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականությունն էր, այլ ոչ թե սահմանների անխախտելիության սկզբունքը, որը ԵԱՀԿ այն ժամանակ Հելսինկի եզրափակիչ ակտի դրույթներից էր, այլ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Իսկ դա ինչ է նշանակում։ Մասնակից պետությունները կարգեն մասնակից պետությունների յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը։ Համապատասխանաբար նրանք ձեռնպահ կմնան ՄԱԿ կանոնության նպատակների եւ սկզբունքների հետ անհամատեղելի որևէ գործողությունից, ընդդեմ որևէ մասնակից պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ միասնականության։ Այստեղ կոնտուրների մասին որևէ խոսք չկա, որի վրա դուք հղում եք անում։ Սահմանների, դա տարածքների, սահմանների անխախտելիության սկզբունքն է, որը հիմք չէր հանդիսանում Արցախյան հակամարտության կարգավորման համար։ Մյուս հեքիաթը, որը պատմվում է, ասում է, այ գործը տեղափոխվում էր ՄԱԿ, ՄԱԿ-ը իր դիրքորոշումը արդեն հայտնել էր։ Ուրեմն ՄԱԿ 4 բանաձևերը, 4 բանաձևերից ընդամենը մեկն էր պահանջում Արցախյան տեղական ուժերի դուրս բերումը Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքներից։ Նույն 874 բանաձևը եւ 884 բանաձևը մերժվել են Ադրբեջանի կողմից։ Գիտեք ինչի, որովհետեւ Ադրբեջանն ասում է, իդեպ, դրանք ընդունվել են, որպիսի որպես մի ամբողջ փաթեթի մաս, երբ Մինսկի խորհրդաժողովի համանախագահները ներկայացել են կարգավորման առաջարկ, որը պետք է ամրապնդվեր ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևով։ Եվ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևը ասել է կատարեք այդ ժամանակացույցը, միջոցառումները, Ադրբեջանը մերժել է, որովհետև ասում է 822 եւ 853 բանաձևերը պահանջում էին անհապաղ դուրս բերում, մինչդեռ այս բանաձևը
պահանջ է ներկայացնում եւ դուրս բերումը շաղկապում է խորհրդաժողովի հրավիրման հետ, որտեղ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը։ Իդեպ, եթե ուզում եք ծանոթանալ այդ փաստաթղթերի հետ, շատ հետաքրքիր է։ Պահանջվում էր Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերից զինված ուժերը դուրս բերել օրինակ Ակնայից, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանից պահանջում էր զինված ուժերը դուրս բերել Մարտակերտից։ Բայց ինչ եք խոսում, ՄԱԿ-ը ճանաչել է, վայ հանկարծ որ բանը ասնի ՄԱԿ-ի, բա ինչ են կանելու։ Սուտ է, կեղծիք է, մանիպուլյացիա է։ Ճիշտ է, ոչ այս աստիճանի, ոչ այս աստիճանի, բայց սուտ եւ կեղծիք ու մանիպուլյացիա։ Հիմա եկել եք մեզ եք մեղադրում վայ չէ սենց, վայ թե նենց, վայ ֆլան, վայ ֆստան։ Իդեպ ինչ որ ես հիմա ասեցի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարգավիճակը ճշտելու նպատակ չէր հետապնդում։ Սա այս նաև գալիս է նաև Մինսկի խորհրդաժողովի եւ հետո Մինսկի խմբի համանախագահների մոտեցում։ Ասում է, բա ինչի Ամերիկան, Ֆրանսիան չէին ճանաչել, որովհետեւ իրանք առաջարկում էին մեխանիզմ, որով կորոշվեր Արցախի ապագա իրավական կարգավիճակը։ Եվ հենց սրանով է նաև այս տարբերությունն ընդգծված է, օրինակ Ստամբուլի գագաթնաժողովի մեջ, որտեղ Մերձդնեստրի հակամարտությունը պետքա կարգավորվեր Մոլդովայի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հարավային Օսետիան եւ Աբխազիայի հակամարտությունները Վրաստանի, իսկ Արցախի հակամարտության մեջ տենց բան չկար կարգավորման սկզբունքների մեջ։ Իրանք հստակ նշել էին, թե ինչ պետքա լիներ, բայց ահա գալիս է Նիկոլ Փաշինյանը, որոշում է, որ ինքը Ալեքսանդր Մակեդոնացին է, թուրը հանում եւ փրթում է Գորդիան հանգույցը։ Հետո պետք է ասել, չէ, դա Գորդիան հանգույց չէր, դա թոք էր մեր վզին։ Եվ հետո էլ գալիս ասում է, չէ, դուք եք մեղավոր։ Մենք եթե լուծում էիք, կլուծեիք, բայց ասում է չգնացի պատերազմի կանխարգելմանը, չէ, ելույթը նայեք։ Չգնացինք զիջումների, որովհետև դրանով մենք կկորցնեինք Հայաստանի Հանրապետությունը, ընդունելով Սանով հանդերձ, որ ինքը պատերազմը դիտում էր որպես Հայաստանի անկախության ստանալու գործիք։ Պարոն Խաչատրյան, բալ լուծեիք հարցը, քիչ լուծեցիք, այդքան որ ասում եք, բոլոր տեղերից մեջբերումներ եք անում, հարցը լուծեիք։ Ռոբերտ Քոչյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, այդ բանաձևերը որ կային, բանաձևի մեջ այսպես էր ասում, այնպես էր։ Բալուծեիք։ Անպատասխան չեմ թողեց շապ։ Չէ, չի մի որտեղ ձեր ժամանակը սպառվեց նոր ես խոսեցի։ Ձերն է, բայց կամ եթե որպես շնորհակալություն։ Նիստն էլ ավարտված է։ Ուրեմն մի խոսը։ Ինչա։ Նիստը ավարտված է, պարոն Խաչատրյան։ Դե նորից եմ ասում, հաջորդ նիստին ասեք, թե ինչու այդ պարագայում հարցը լուծեիք, Ղարաբաղի խիչը լուծեցիք։